Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Դալաքյան, ձեր միջնորդությունը բավարարվեց, ուշացած էր, թե ճիշտ ժամանակին Անսպասելի էր, քիչ էի հավանականությունը համարում, համենայն դեպս ես արագ ծանոթացա որոշմանը, դատավորը էլի պնդել է, որ ինքը ինքնաբացարկի հիմքեր չունի եւ առաջել չուներ, բայց անկողմնակալ դիտորդի մոտ կասկածները փարատելու նպատակով հայտնում է ինքնաբացարկ, մոտավորապես այսպիսի պատճառաբանությամբ։ Պարոն Դալաքյան, չեք կարծում, որ դատավորի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Ռուբեն Հայրապետյանի գործը ըստ էության փակուղում է հայտնվել եւ գուցե դատարանն ինքն էլ չգիտի ոնց վարվել, ժամանակ են փորձում շահել։ Չեմ բացառում, որովհետև տեսեք, երեկվա մեր բացարկը ներկայացնելու ընթացքում ես նաև ասացի, որ բացի նրանից, որ մենք տեսնում ենք կողմնակալ բացասական վերաբերմունք Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, նաև տեսնում ենք հակվածություն բավարարելու հայց, այսինքն օգնելու ամեն ձևով հայցվորին, որովհետև նմանատիպ իրավիճակներում մենք տեսնում էինք ավելի խիստ վերաբերմունք մեր նկատմամբ եւ ավելի մեղմ վերաբերմունք հայցվորի նկատմամբ, այնպես որ ձեր ասածն էլ իհարկե հնարավոր է տարբերակ լինի կամ ինչ-որ այլ պատճառներ կան, որոնք մենք դեռևս չենք տեսնում։ Իսկ հավանական համարում եք, որ այլ դատավոր ներգրավելով հետո դատախազությունը պարզապես կգնա այդ քայլին, հայցը հետ կվերցնի։ Չեմ կարծում, որ եթե էական այլ փոփոխություն տեղի չունենա, հայցից կհրաժարվեն, բայց տեսնենք նախ ում կմակագրվի եւ նաեւ կփորձենք վերանայել այն հարցերը, որոնք մեր կարծիքով սխալ են լուծվել դատավոր Բադալյանի կողմից։ Պարոն Դալաքյան, ինչ ժամկետներում է մակագրությունը սովորաբար լինում, երբ սպասել նոր դատավորի ներգրավման։ Հստակ ժամկետներ չկան, ամեն դեպքում դա չպետք է երկար տևի, կարծում եմ 1-2 շաբաթ առավելագույնը։